Այմիջալոց վերադառնալով մի կտոր կամ որ այնուամենայնիվ բաց թողեցի եւ կուզեի ասել Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ, մշտապես հարց է հնչում, թե որն է այնուամենայնիվ երբ որ տեսնում եմ որ պայմանավորվածությունները անխոցելի են, երբ որ տեսնում եմ որ տեքստը անխոցելի է, այդ թվում պայմանագիր եւ այլն, մշտապես հարց է բարձրացվում, որ որն է այնուամենայնիվ երաշխիքը, որ այս ամեն ինչը կպահվի կամ երաշխիքը, որ խաղաղությունը կշարունակվի կամ երաշխիքը, որ ուրեմն ենթակառուցվածքները կբացվեն եւ այլն։ Երաշխիքը մշտապես երաշխիք ասելով մեր ենթագիտակցորեն, թեև նաեւ բան խոսքերի վերբալ մակարդակում մշտապես նկատի է առնվել որևէ երրորդ կողմի, շատ ուժեղ կողմի, հա, կամ տերությունների, այսպես ասած, մեծ տերությունների ուրեմն ստորագրությունը կամ բանավոր երաշխիքը կամ որևէ ներկայություն գետնի վրա։ Ես պետք է ասեմ, որ եւ մեր օրինակը եւ կարող եք ինձնից ավել կամ ինձնից առաջ ընկնելով բերեք բազմաթիվ այլ օրինակներ, երբ այս կարգի երաշխիքները չեն գործել։ Ընդհանրապես չեն գործել։ Մենք ցավոք սրտի գիտենք դա մեր օրինակից, չգիտեմ ամենաթարմ եւ այսօր ընթացող կոնֆլիկտները կարող եք նայել, բոլորը նույն խնդիր ունեցել են եւ ահա մեր դեպքում պատասխանելով հարցին, թե որն է այնուամենայնիվ երաշխիքը, որ կպահվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, կսկսեն գործել պայմանավորվածությունները, հետեւյալն է. բոլոր պայմանավորվածությունները, որը մենք ձեռք ենք բերել եւ գրել ենք եւ ստորագրել ենք եւ նաեւ հանրային արտահայտում ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները համարում եմ փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը եւ հարատևությունը կարող եմ հույս հայտնել նաեւ։ Մի այլ մանիպուլյացիա, որ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ կամ հանձնեց ամեն ինչ եւ այլն, այդ ընդհանուր նարատիվին ծանոթ եք հարգելի գործընկերներ, եւ Հայաստանը, չեմ էլ ուզում ասել մենք ինչ ստացանք, որովհետեւ ես չեմ դիտում եւ չեմ ուզում ներկայացնել ձեռքբերված պայմանավորվածությունները, մենք շատ ստացանք, իրանք շատ ստացան, այս բանի սին անիմաստ եւ հին կոնֆլիկտային տրամաբանության ուրեմն լույսի ներքո, բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ այն ինչ որ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է, մենք շահագրգռված ենք այդ ձեռքբերածը պահելու եւ զարգացնելու ուղղությամբ, բացարձակապես այստեղ ոչ մի երկրորդ կարծիք, նույնիսկ անկեղծ կարծիք լինել չի կարող։ Այն ինչ որ ստացավ Ադրբեջանը, կրկին թվում է թե շատ ձեռնտու եւ շատ կարեւոր է իրենց համար։ Եվ ըստ եմ, եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու է եւ շահավետ է երկու ձեռքբերված պայմանավորվածությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք եւ զարգացնել։ Իհարկե, ինչ խոսք, հավելյալ կշիռ կարող ենք դիտարկել նաեւ Միացյալ Նահանգների, հավելյալ արժեք կարող ենք դիտարկել նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությունը, միջավայրը, որտեղ տեղի ունեցավ այս համաձայնությունների ամրագրումը եւ հետագա մասնակցությունը եւս ամերիկյան կողմի դրան անդրադարձա։ Վերադառնալով մեր հարևաններին, ուրեմն ես կրկին ուզում եմ ասել, որ մյուս հարևաններին ուզում եմ լավատեսություն հայտնել Թուրքիայի հետ մեր երկխոսության շոշափելի արդյունքներով ուրեմն ավարտվելու եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կոնտեքստում ուզում եմ ասել, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ բնականon դինամիկ զարգանում են, մենք ունենք ռազմավարական գործընկերություն, մենք ամենօրյա կոնտակտի մեջ ենք մեր գործընկերների հետ, մեր 4-րդ հարևանը, հարավային հարևանը Իրանի Իսլամական Հանրապետությունը Էլի չնայած բազմաթիվ ուրեմն շահարկումներին, կանխավարկածներին եւ այլն, մենք ունենք փայլուն հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք, այն մանիպուլյացիաները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դժգոհ է կամ հիմա որևէ կերպ արտահայտելու է բուրըն դժգոհությունը, երկաբանի ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում էլի տեսանք, որ չի համապատասխանում իրականությանը, ավելին ասեմ, մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են եւ դրանք արտացոլվելու են համապատասխան փաստաթղթով, օրերս մի օրինակ բերեցի, ուզում եմ կրկնել, որտեղ եք տեսել հարաբերությունների բան
բարդություն ունեցող հարաբերություններ, որտեղ պայմանավորվում են, որ հիմա ռազմավարական գործընկերություն հաստատելու թղթով արդեն եւ պայմանավորվում են, որ մոտալուտ ժամանակում օրինակ ի թիվս այլ բաների երկրորդ կամուրջն են կառուցելու հնարավորինս արագ միմյանց կապող երկրորդ կամուրջ, իսկ դա է մեր եւ Իրանի հավատամքը եւ պայմանավորվածությունը։